ՔՊ-ի վերարտադրությունը նշանակում է, որ Հայաստանը տարածքային նոր կորուստներ է ունենալու։ Այսօր արդեն բաց տեքստով քննարկվում են Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի եւ մյուս այսպես կոչված անկլավների հարցը։ ՔՊ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ այդ հարցերը գտնվում են օրակարգում։ Ադրբեջանը ոչ միայն չի թաքցնում իր ծրագրերը, այլ դրանք ներկայացնում է պետական մակարդակով։ Դրա հերթական ապացույցն է Նախիջևանի Օրդուբադ քաղաքում անցկացվող Արևմտյան Ադրբեջանի համայնքի գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու են այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի ծրագիրը։ Սակայն խնդիրը միայն անկլավները չեն։ Ես չեմ ցանկանում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնեն հենց այս իշխանությունները։ Այդ կարևոր գործընթացը պետք է վստահել այն իշխանությանը, որն ունի հանրային վստահություն եւ ապացուցել է, որ պատրաստ է պաշտպանել Հայաստանի շահերը, ի տարբերություն այս իշխանության, որ միշտ տալիս է այն, ինչ ուզում է Ալիևը, եւ մեզ վախեցնում պատերազմով։ Սրանց օրոք արդեն հանձնվել են Տավուշի 4 հայկական գյուղերը, որոնք անկլավ չէին։ Դրանք հանձնվեցին, որովհետեւ Ադրբեջանը պահանջեց։ Այդ նախադեպից հետո դժվար է հավատալ, որ վաղը նույն կերպ չեն հանձնելու նոր տարածքներ։ Այսինքն, եթե ԿՊ-ն մնա իշխանության, ռեալ վտանգ կա, որ բացի Տիգրանաշենից, Վերին Ոսկեպարից եւ մյուս այսպես կոչված անկլավներից, Ադրբեջանի պահանջների առարկա կդառնան նաեւ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի եւ Արարատի մարզերի նոր հատվածներ, որոնք կհանձնվեն սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ եւ կիրականանա Ալիևի հայտարարած ծրագիրը այն մասին, որ իրենք ոչ թե տանկերով են գալու Հայաստան, այլ մեքենաներով։ Այս ամենը ըստ էության կարող է դառնալ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրի գործնական փուլը, որի մասին ադրբեջանական քարոզչամեքենան տարիներ շարունակ խոսում է բացահայտ կերպով։ Այս ամենից խուսափելու համար պետք է գնաս ընտրության եւ մերժես Նիկոլին, որ հետո չբողոքես, թե երկիրը երկիր չի։